Տեղափոխվենք հակակոռուպցիոն դատարան, որտեղ արդեն 5-րդ ժամն է ընթանում է Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանքի հարցով քննությունը։ 4 ամիս առաջ նա կալանավորվեց իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով հայ առաքելական եկեղեցուն պաշտպանելուց հետո։ Այսօրվա նիստից ժամեր առաջ իրավապահները նոր դրվագով լրացրեցին գործարարին վերագրվող մեկ այլ փողերի լվացման մեղադրանքը։ Այժմ ուղիղ կապ ենք հաստատել դատարանի մոտ աշխատող իմ գործընկեր Նաիրա Բուլղադարյանի հետ։ Նաիրա, բարի երեկո, արդյոք այս ժամերի ընթացքում ընդմիջում հայտարարվել է եւ փաստաբանները որևէ տեղեկություն հայտնել են փակ քննությունից։ Աստղիկ, բարի երեկո, 4 ժամից ավելի ինչ դատավարություն ընթանում է, բայց որևէ նորություն հայտնի չէ, փաստաբանները դատական նիստերի դահլիճից առհասարակ դատարանից դուրս չեն եկել, նիստը փակ է եւ որևէ տեղեկություն մենք այս պահին չունենք, թե ինչ քննարկվեց, ուր հասան եւ երբ կավարտեն։ Նաիրա, իրավապահները ինչպես են հիմնավորել կալանքի երկարաձգման միջնորդությունը, արդյոք հիմքում նաև երկրորդ փողերի լվացման մեղադրանքն է դրվել ու միջնորդության մեջ երկարաձգման ինչ ժամկետ է նշված եւս քանի ամսով։ Աստղիկ, քննչականը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել դատարան եւ ներողություն, թե ինչու է երկարաձգել, ինչ պատճառաբանությամբ, որևէ հայտարարություն չի արել, փակագծերը չի բացում։ Ինչ վերաբերում է փողերի լվացման հոդվածի երկրորդ դրվագին, որի մասին քննչականը 3 հայտարարեց մի քանի ժամ առաջ հայտարարեց այս միջնորդության ներկայացնելուց առաջ, այս մասին էլ որևէ բան չեն ասում։ Միայն նշում են, որ ըստ էության 3 հոդվածով է մեղադրվում Սամվել Կարապետյանը իշխանության զավթման կոչի, հարկեր տուրքեր չվճարելու եւ փողերի լվացման հոդվածով 2 դրվագ կա, որը առաջին դրվագը ավելի շուտ է եղել, այս երկրորդ դրվագը նոր է, բայց չեն ասում, թե կոնկրետ մարդը իր ընկերությունով ինչ է արել, որը իրենք որակել են հանցագործություն եւ այս 3 հոդվածներով էլ այսօր մտել են դատարան, որպեսզի երկարացնեն կալանքը։ Նաիրա, իսկ փաստաբանները ինչ հակափաստարկներով էին պատրաստվում հիմնավորել, որ ոչ Կարապետյանը պետք է ազատ արձակվի։ Աստղիկ, ի սկզբանե են նրանք հայտարարում, որ այս գործը շինծու է, քրեական չէ, իրավաչափ չէ որևէ մեղադրանք, այն քաղաքական ենթատեքստ ունի եւ պնդում են, որ ոչ միայն պետք է ազատ արձակվի, այլ առհասարակ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։ Նշում են, որ աբսուրդ են որակում օրինակ տնտեսական եւ ֆինանսական հոդվածներով մեղադրանքները, իսկ ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի հայտնի արտահայտության իշխանությունը զավթելու կոչի հետ կապված, անգամ նրա միջազգային փաստաբաններ այսօր ասուլիսի ժամանակ այդ մասին խոսելիս նշում, որ սա ուղղակի զավեշտալի է եւ ամոթ է Հայաստանի համար։ Why is Samuel Karapetyan in jail in Armenia is a question everyone must ask. Ինչու է Սամվել Կարապետյանը բանտում Հայաստանում։ Հարց, որը բոլորը պետք է տան։ Նա բացարձակապես անմեղ է։ Նրան ձերբակալել են, երբ նա Հայաստանում էր հոր հիշատակը հարգելու համար։ Նրա 40-ին։ Դա քաղաքական ցույց չէր։ Նրա խոսքերի համատեքստից շատ պարզ է, որ իշխանության տապալումը վերջին բանն էր, որ նրա մտքով կարող էր անցնել։ Եվ թույլ տվեք ասել եւս մեկ բան։ Հայաստանը գտնվում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի ներքո։ Այս երկրի վարչապետը, ով մեզ բոլորիս անհարգալից է վերաբերվում իր խոսքերով եւ զրպարտություններով, այդ թվում նույնիսկ վերջերս իր աշխատակազմի ղեկավարի կողմից ինձ վիրավորելով, Facebook-ում անընդհատ զբաղված էր եկեղեցու մասին բացարձակապես ցնցող մեկնաբանություններով։ Եվ երբ այս մեկնաբանությունները պարոն Կարապետյանի կողմից արվեցին կրոնական միջոցառման ժամանակ, միայն այս հարցակումն արդեն իսկ մեղադրանքները անվավեր է դարձնում։ Մինչև հունիսի 17-ը պարոն Կարապետյանը նույնիսկ քրեական գործով որպես վկա չէր անցնում։ Եվ հանկարծ իրեն շատ անապահով զգացող վարչապետը ակնհայտորեն վախեցած ներքաղաքական հանգամանքներից հարձակվում է մի տղամարդու վրա, ով մասնակցում էր իր հոր մահվան հետ կապված կրոնական միջոցառմանը։ One strains to even understand
Մարդ դժվարանում է նույնիսկ հասկանալ այն վախը, որ պետք է մղի վարչապետին նման անհեթեթ մեղադրանքներ առաջադրելուն։ Ուղղակի չի տեղավորվում գլխումս, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան։ Մենք դիմելու ենք Եվրամիությանը պահանջելով, որ նրանք դատապարտեն Հայաստանին քաղբանտարկյալներ ունենալու համար։ Փառք Աստծո, 3 Սամվելի հետ հանդիպելուց հետո կարող եմ ձեզ հայտնել, որ նա ուժեղ մարդ է, լավ տրամադրությամբ։ Այսպիսով, այսօրվա դրությամբ նա ավելի քան 110 օր է անցկացրել այս դաժան պայմաններում։ Ես ոչ մի կերպ չեմ մեկնաբանում բանտի անձնակազմը, ես խոսում եմ միայն բանտի պայմանների մասին։ Նաիրա, իսկ մոտավորապես երբ հայտնի կդառնա դատարանի որոշումը։ Ասեք, սովորաբար մի քանի ժամ էին տևում նման դատականիստերը, 4-ից սկսվել է եւ նախապես ինձ ասել էին, որ հնարավոր է մինչեւ կեսգիշեր տևի, բայց պարզ չէ, թե իսկապես ինչքան կտևի։ Նաիրա, նաեւ դատարանի առջեւ մարդիկ կան հավաքված, ինչ պահանջով, ովքեր են Կարապետյանի աջակիցներն են, արդյոք քաղաքական գործիչներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ եւս կան։ Աստղիկ, մի քանի տասնյակ մարդ է այստեղ հավաքված, սովորական շարքային քաղաքացիներից մինչև իսկապես քաղաքական գործիչներ, Դաշնակցությունից, Հանրապետականից, Լուսավոր Հայաստանից, եւ նրանց պահանջը մեկն է ազատ արձակել իրենց բնորոշմամբ շինծու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին։ Այստեղ ելույթ լրագրողների հետ հարցազրույց ունեցավ Սամվել Կարապետյանի եղբորորդին Նարեկ Կարապետյանը, նշեց, որ իրենց մեր ձևով շարժումը օրեցօր ժամ առ ժամ թափ է հավաքում, առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրենք արդեն հայտարարել են իրենց քաղաքական օրակարգի մասին։ Եվ իհարկե նշեց, որ իրենց պահանջը մեկն է, որ ազատ արձակվի Սամվել Կարապետյանը, բայց նաև հասկանում են, որ թե ինչու է իշխանությունը նրան պահում կալանքի տակ, պահում է կալանքի տակ, որովհետև վախենում է։ Կալանքը, ձերբակալությունը վախի արտահայտում է։ Իրենք վախենում են, եթե տենց վստահ են իրենց վրա, ել եմ ուզում ասեմ, թող ազատ արձակեն Սամվել Կարապետյանին եւ տեսնենք թե ով ուր է հասնում, ով ուր է հաղթում։ Եթե չեն անհանգստանում, մենք թող իրենք չվախենան Սամվել Կարապետյանից, եթե չեն վախենում Սամվել Կարապետյանից, թող ազատության մեջ լինի նա, մի շաբաթ հետո մենք տեսնենք ինչ իրավիճակ է Հայաստանի ներքաղաքական ընդհանուր դաշտում եւ ինչ իրավիճակ է մեր հասարակության մեջ։ Եթե իրենք չեն վախենում 37 վայրկյանանոց հարցազրույցի հոդվածով 6 ամիս մարդուն պահել կալանքի տակ, ինձ թվում է դա հաստատ ինքնավստահության ցուցիչ չէ, այլ մի քիչ ուրիշ բանի ցուցիչ է։ Հիմա մեղադրանքը լրացրել են, նախ լրացված մեղադրանքը։ Ամեն շաբաթ կարող են մեղադրանքը լրացնեն, հետո այդ մեղադրանքը մերժվի, ցույց տրվի դրա սին լինելը եւ իրենք փորձեն ինչ որ ձև երկարացնեն։ Ես պայքարում եմ իսկական հայի իմ ազգի համար, իսկական հայի։ Սամվել Կարապետյանի մեր ձևով շարժման անդամ եք, թե չէ։ Անդամ չեմ, ինչ կապ ունի անդամ եմ, ինքը որ եկեղեցին եւ արժեքները պահպանում է, ինձ համար մեծ հայ է։ Ես սովորական հայ մարդ եմ, կարծում եմ հատուկ կապ պետք չի, Սամվել Կարապետյանը այն մարդն է, այն հայ է, այն բարերարը, չեմ կարծում, որ ինքը իրան հատուկ քաղաքական դիրքավորումներից պետք է աջակցեն։ Մեկ նախադասության համար մարդուն զորով ուզում են գործ կարեն բերեն, որ այդ մարդը հայ տեսակ, հայ մարդ ավանդապաշտ, հայ ընտանիքի տղա հանդգնեց ասել, որ ես մինչև վերջ կանգնած եմ լինելու իմ եկեղեցու ու իմ ժողովրդի կողքին։ Շնորհակալություն, Նաիրա Բուլղադարյանը հակակոռուպցիոն դատարանից էր հաղորդում։